Ողջույն, շարունակենք խնդիրների դիտարկումը for loop-ի վերաբերյալ, հաջորդ խնդիրը հետևյալն է։ Գրել ծրագիրը, որ հաշվում է 1-ից մինչև 100 թվերի գումարը։ Իհարկե, սա թվաբանական հաջորդականություն է եւ այն համապատասխան բանաձևով կարող ենք հաշվել։ Սակայն այստեղ եկեք կիրառենք loop-եր, որ իր աշխատանքն ավելի պատկերավոր հասկանանք։ Ինչպես ենք այն լուծում։ Ուրեմն եկեք լուծենք հետևյալ կերպ։ Նախ այս խնդրի համար մենք պետք է ստանանք 1-ից մինչև 100 հաջորդականությունը եւ դրա հետ մեկտեղ նաեւ հաշվենք այդ տարերի գումարը։ 1-ից մինչև 100 հաջորդականությունը ստանալու համար մենք կարող ենք օգտագործել range-ը, որը արդեն ուսումնասիրել ենք։ Օգտագործելով range-ը մենք կգեներացնենք 1-ից մինչև 100 թվերը։ Հիմա բացի այն, որ պետք է գեներացնենք 1-ից մինչև 100 թվեր, նաև պետք է հաշվենք դրանց գումարը, այսինքն ես միջանկյալ փոփոխական պետք է պահեմ, որի մեջ ամեն անգամ դիտարկվող տարը կավելացնեմ։ Դրա համար եկեք այստեղ ես sum անով փոփոխական հայտարարեմ, sum of այսպես, որը հավասար է ի սկզբանե 0, տարերի քանակը գումարը 0 է։ Հիմա for loop-ով կպտտվեմ իմ գեներացված հաջորդականության վրա, որը գեներացվել է range-ի միջոցով, այսինքն for եկեք անում դնեմ temp, temp-ը ուղղակի անով, որը դուք եք որոշում դնեք, temp in range 100, նու 100-ը հիշենք հետևյալը, ինքը գեներացնելը 0-ից մինչև 99 թվեր, այսինքն այստեղ մինչև 101-ը պետքա գնա, որ 0-ից մինչև 100 թվերը գեներացնի։ Նու քանի որ ինքը 0-ն էլ է գեներացնում, այդ 0-ն հաշվարկի վրա ոչ մի ազդեցություն չի ունենալու, այնպես որ օքեյ է, դա կարանք բաց թողնենք։ Եվ ինչ ենք անում, ամեն անգամ sum of-ին վերագրում ենք իր նախկին արժեքը sum of գումանած temp-ի նոր արժեքը, որը ինքը ստանալու է միջանկյալ process-ի ընթացքում։ Sum of-ին վերագրում ենք նախկին արժեքը պլյուս temp-ի նոր արժեքը։ Իսկ այս գրելաձևը կրճատ կարող ենք գրել sum of պլյուս հավասար է temp, այսպես։ Սա կրճատ գրելաձևն է։ Եվ հիմա այստեղ print ենք անում sum of-ը։ Այսինքն այն արժեքը, որի մեջ մեր գումարը հավաքվել է, եկեք սա աշխատացնենք եւ 5050, որը ճիշտ լուծումն է, որտեղ 1-ից մինչև 100 թվերի գումարը հավասար է 5050-ի։ Հիշենք, որ սա աշխատում է հետեւյալ կերպ, ուրեմն range-ը գեներացնում է այդ հաջորդականությունը, տվյալ դեպքում 101, այսինքն 0-ից մինչև 100-ը, temp-ի միջոցով ես պատտվում եմ այդ հաջորդականության տարերի մեջ եւ sum of-ով վերցնում եմ տվյալ տարը։ Իհարկե ես կարա այստեղ օրինակ գեներացնեի 0-ից մինչև 101-ի փոխան գրեի 100, այսինքն գեներացնեի 0-ից մինչև 99 թվերը եւ ամեն անգամ գումարելուց temp պլյուս 1-ով գումարի, հա, այսինքն երբ ստեղ ես գումարում եմ sum of-ի նախկին արժեք պլյուս temp-ի փոխան գրեի temp պլյուս 1։ Դա նույնպես լուծում է, ուղղակի հիմա լուծենք այս տարբերակով, որը նաեւ նույնպես լուծում է։ Բայց հիշեցնեմ, որ սա մենք այս լուծումը տասենք այս խնդրի համար միայն ու միայն այն նպատակով, որ հասկանանք for loop-ի աշխատանքի սկզբունքը։ Այս խնդրի համար այսքանը, հուսով եմ պարզ եւ հասկանալի, չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, որովհետեւ առջևում ավելի հետաքրքիր խնդիրներ են սպասվում։ Լավ մնացեք, կհանդիպենք։